Բարև ձեզ։ Մենք այսօր կխոսենք երկու նշանավոր օրերի՝ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի 40-օրյա տաճար ընծայման եւ մեծ պահքի արտաքսման կիրակի մասին։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի մեծ պահքի հենց երկրորդ կիրակին համընկնում է այս տոնն իր ձևի մեջ մշտապես առաջ լինելով Քրիստոսի ծննդյանը վերաբերվելով Քրիստոսի ծննդյան 40-օրդ օրը տաճար ընծայման եւ սրա մեջ նաեւ մեզ հոգևոր կերպով Աստծուն ընծայելու խորհուրդ ունենալու այս տոնը եւ հետաքրքիր է, որ մեծ պահքին համընկնելով մեզ դերևս մեծ պահքից սինթեզելու եւ խոկալու նոր առիթ է, նոր տեսանկյուն, նոր պատուհան պահքի միջից դիտարկելու այն, ինչ որ հաճախ իբրև տոն ենք դիտարկել։ Քրիստոսի 40-օրյա տաճար ընծայման մասին մենք կարդում ենք Ղուկասի ավետարանի 2-րդ գլխում, որտեղ ասվում է. Արդ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդն արդար եւ աստվածավախ էր, եւ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը։ Սուրբ Հոգին էր նրա մեջ։ Եվ Սուրբ Հոգուց իրեն հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ օծյալին։ Նա հոգով առաջնորդված եկավ տաճար, եւ երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը նրա վրա կատարելու այն, ինչ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը նրան իր գիրկն արավ, օրհնեց Աստծուն եւ ասաց. Այժմ ով Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային ըստ քո խոսքի, որովհետև աչքերս տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար եւ փառք Իսրայելի քո ժողովրդի համար։ Մենք կարդում ենք, որ ըստակ Սիմեոնի այս մարգարեական խոսքի մեջ Սուրբ Հոգով առաջնորդված այս բարձրաձայնի մեջ հստակ Քրիստոս կոչվում է լույս հեթանոսների։ Դեռն ընթարաճի խորհրդին եւ այս տոնին ընթരാճ ժողովրդական տոնակատարությունները հաճախ տարբեր գայթակղությունների եւ տարբեր վիճաբանությունների առիթ են տալիս հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ավանդական ժողովրդի կյանքում այս տոնի արձագանքներին հաճախ ոչ տեղյակ կամ զուտ արտաքին փայլը տեսնելով թերևս կարող են դատապարտել հաճախ ժողովրդին, նրանց ովքեր այս տոնը նշում են գեղեցիկ կրակներով, լույսերով ընթരാճ գնալով Աստծուն եւ նաեւ իբրև Քրիստոսի լույսի խորհուրդ այդ մեծ խարույկից իրենց մոմերը վառելով իրենց տուն տանելով։ Այս արարողությունը հաճախ ընկալվում է իբրև պաշտամունք կրակի նկատմամբ, իբրև մնացուկ հեթանոսության, սակայն հստակ է, որ լույսը կարող ենք կոչել, որ քրիստոնեական կրոնից շատ ավելի հին, հեթանոսությունից անգամ հին է, լույսը համաքրիստոնեական, համաշխարհային Աստծո լույսի անդրադարձն է մեր մեջ եւ որևէ ավանդույթի որովհետև տոնի շրջանակում անգամ նրան սահմանափակելը սխալ ընկալում կլինի։ Այս տոնի շրջանակում մենք հստակ Սիմեոն ծերունու բերանով ասված լույս հեթանոսների այս բառից նաև ցակեցնելով հստակ ասում ենք, որ այն մոմերը, որ վառվում են, այն խարույկները, որ վառվում են, ի վերջո Քրիստոսի իբրև մեր կյանքի լույս ընկալումի շարունակությունն են, որ մենք մեր տներ պիտի տանենք եւ այո, նրանք ովքեր Քրիստոսի մասին որևէ բան տեղյակ չեն, նրանք ովքեր անգամ մեր վարդապետների զգուշացմամբ պիտի փորձեն կրակի մեջ խորհուրդ տեսնել, որ իրենց ցավերից, հիվանդություններից պիտի ազատ ինչ-որ զորություն տան գերբնական կրակին, այո, դա կրակապաշտության անդրադարձ կլինի։ Բայց եթե մենք իբրև Քրիստոսի լուսավորության լույս լինելու մեր կյանքում իբրև աշխարհի լույս բերելու խորհուրդը պիտի անդրադարձնենք, այդ դեպքում մենք այո իրական իբրև քրիստոնյա պիտի փորձենք այս դեռնընթարաճի խորհրդին մեհացնենք նաև մեր Քրիստոսին ընթരാճ գնալու, Սիմեոն ծերունու հետ Քրիստոսին գովերքելու, ոչ միայն հեթանոսներ, այլ մեր կյանքի լույս կոչելու կարևոր ճանապարհն անցնող մեկը։ Հայտնի է, որ վերջին շրջաններում հատկապես եկեղեցիներ են բերվում 40-օրյա մանուկներ, որոնք ընծայվում են տաճարին, այս նույն աստվածաշնչյան հատվածը հղում ունենալով։ Սակայն փաստն այն է, որ 8 օրական Հիսուսին բերեցին տաճար, անվանակոչեցին Հիսուս եւ թլպատություն արեցին, որով մասնակցությունը եղավ Իսրայելի ժողովրդի, Աստծո ժողովրդի մեջ մուտք գործելուն եւ Աստծո ուխտը իր վրա վերցնելուն։ Եվ միայն 8 օրվա թլպատության եւ անվանակոչության այս տոնից հետո է, որ 40-րդ օրը մանուկը բերվում էր տաճար։ Այս նույն ընկալմամբ է, որ մեր եկեղեցին եւս սահմանեց, որ 8 օրականում պիտի մանուկները մկրտվեն եւ 40-րդ օրը ընծայվեն տաճարին։ Սրա համար է հաճախ այն թյուր ընկալումը, որ նրանք, ովքեր մկրտված չեն եւ երբ բերվում են տաճար, չեն կարող բարձրացվել խարան, չեն կարող ամբողջական այդ արարողությամբ նվիրվել տաճարին, որովհետեւ
բուն նվիրում է Աստծուն, մկրտությամբ է միանալ Քրիստոսին, Քրիստոսի օծումն իր վրա վերցնել եւ դառնալ դրանով նաեւ Քրիստոսի եկեղեցու զավակ եւ անդամ, Աստծուն հայր կոչել եւ որդիանալ իրեն։ Հետևաբար մենք այսօր այս Քրիստոսի 40-օրյա շրջանում տաճար բերվելու Տյառն ընթառաջի, Տիրոջն ընթառաջ գնալու տոնի մեկ կարևոր ուղերձ մեր կյանքում պիտի ընդունենք։ Քրիստոսին իբրև լույսը հայտարարել մեր կյանքի եւ ամբողջ աշխարհի, եւ այդ լույսին ընթառաջ գնալ մեր կյանքի բոլոր խավարները ի ցույց անելով նրան եւ ասելով Տեր, քո լույսով է, որ բոլորս լուսավորվեցինք։ Այս ընկալմամբ է, որ կուզենամ, որպեսզի մենք եւս արտաքսման Կիրակին, որ մեծ պահքի այս Կիրակիների շղթայում կարևոր մի կանգառ է խոկալու, մենք դիտարկենք ինչն էր պատճառը, որ մենք զրկվեցինք լույսից, իդեմս մեր նախահոր Ադամի դրախտից դուրս տրվելու, ինչի մասին Սուրբ Գիրքը հստակ պատմում է։ Եվ ասում է, եւ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակային հողը, որից ստեղծվել էր։ Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբեներին եւ բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։ Մենք նոր տարվան շատերս ենք մեր տներում տոնածառներ տնում։ Սա այն կարոտն է, այն հիշողությունն է կենաց ծառի, որից զրկվեցինք, եւ դրա վերադարձը տեղ ունեցավ խաչի, իբրև նոր կենաց ծառի, որի պտուղը Քրիստոս պիտի լիներ մեզ համար, որից մենք ամեն անգամ ճաշակում ենք Սուրբ Հաղորդության ժամանակ, ամեն պատարագին, ամեն Կիրակի, ամեն մեծ տոներին, երբ Քրիստոսի մարմին եւ արյունն է բաշխվում իբրև մեզ համար կյանքի կերակուր։ Կենաց ծառը, կյանքի ծառը մեր անմահության գրավական եղող ծառն է։ Եվ հետևաբար Քրիստոս է դառնում այդ կյանքի պտուղը, կենաց ծառի պտուղը, որով մենք պիտի անմահ լինենք ըստ այն խոսքի, որ ով որ ուտում է իմ մարմինը եւ ըմբում իմ արյունը, իմ մեջ կլինի եւ ես իր մեջ, եւ ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ, եւ թեկուզ մեռնի, հավիտյան պիտի ապրի։ Այս խոսքը մեր կյանք պիտի հստակ մենք կարողանանք բերել խոկալով արտաքսումի մասին։ Անդրադառնալ արդյոք այսօրվա մեր կյանքը արտաքսում չէ, հենց ինքնակամ Աստծո դրախտային բերկրության վիճակից, Աստծո հետ հարաբերության քաղցրությունից ինքնակամ հեռացում եւ հնարավորինս նոր օծերի, օծի դրախտային օծի հնարավորինս նոր շշունջներին տեղիք տալու տեսակ, որտեղ մենք գերադասում ենք ոչ Աստծունը, հաճախ չգիտակցելով, որ դրանով մեզ մահվան ենք դատապարտում, որովհետև կյանքի աղբյուր Աստծուց հեռանալը նշանակում է կյանքից զրկվել։ Սրա համար է, որ մենք ամբողջ մարդկության ճանապարհորդությունն ենք դիտարկում մեծ պահքի այս Կիրակիների շրջանակում, թե ինչպես մարդ Ադամ, իդեմս Ադամի, դուրս եկավ դրախտից եւ վերադարձը պիտի ունենա դեպի Աստված, Աստծուց դեպի Աստված։ Թող Աստված այս ճանապարհորդությունը մեր իր Սուրբ Հոգով առաջնորդությամբ անցկացնի, որպեսզի կարողանանք անվտանգ քայլել բոլոր կանգառներով եւ հասնել կյանքի եւ փրկության նավահանգիստ։